Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Այսօր մեր երկրում նշվում է քաղաքացու օրը։ Դրա շրջանակներում Երևանում եւ մարզերում անցկացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում հանրային քննարկումներ։ Քաղաքացու օրվան նվիրված մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության եւ պետական խորհրդանիշների արժևորմանը։ Այսօր սահմանապահ զորքերի օրն է, այդ կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է վարչապետ Փաշինյանը։ Նա նշել է, որ կառավարության քաղաքականությունն է ավելացնել սահմանապահների ներկայությունը սահմանի ողջ երկայնքով։ Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի սահմանապահ զորքերի զինծառայողի օրը ու քաղաքացու օրը համընկել են եւ շնորհավորել բոլորին նաեւ քաղաքացու օրվա առիթով։ Վարչապետի խոսքով այս համընկնումը խորհրդանշական է, որովհետեւ եւ քաղաքացին եւ սահմանն ունեն մի կարևոր հենման կետ, եւ այդ հենման կետը պետությունն է։ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը, որը երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության եւ կայունության ճանապարհին շատ կարեւոր միջանկյալ քայլ է։ Երկրի ղեկավարը հավելել է, որ այսօր այն տեղամասերը, որոնք սահմանազատված են եւ անցել են սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո կառավարության համար, ինչ որ առումով ցուցադրական նշանակություն են ձեռք բերել։ Այդ փոքր քայլերը, որոնք մենք նախորդ տարի իրականացրինք, եւ որի արդյունքում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող եւ Հայաստանի Հանրապետության տարածքը լքող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողության ընթացքում առնչվում է միայն ու միայն բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ, սա մեր պետության անկախության, ինքնիշխանության եւ զարգացման շատ կարեւոր հանգրվան է։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողներին եւ Ռուսաստանի Դաշնությանը այս ընթացքում անկախության առաջին օրերից այդ գործառույթներն իրականացնելու համար։ Ես ուրախությամբ եմ ընդգծում, որ չնայած ամենատարբեր եւ բոլորիդ հայտնի բարդություններից մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին կարող է փուլ վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը եւ սա այն միջնաժամկետ նպատակն է, որը մենք առաջադրում ենք ինքներս մեզ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանում մուտք գործող եւ Հայաստանից դուրս եկող ցանկացած քաղաքացի սահմանային հսկողություն իրականացնելիս առնչվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Սա նշանակում է, որ մարդն ով առաջին անգամ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն սահմանապահի հետ ստացած շփումից է ստանում առաջին տպավորությունը, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ինչ երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ինչ ժողովուրդ է Հայաստանի ժողովուրդը եւ սա չափազանց կարեւոր առանձնահատկություն է։ Վարչապետը նշել է, թե ակնկալում է, որ սահմանապահ զորքերն առանձնահատուկ ջանքեր կգործադրեն սեփական ծառայության կատարելագործման համար։ Այնուհետև ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով եւ ցուցադրական հնարքներով։ Վարչապետ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին։ Վարչապետը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենը հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղ աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի համաշխարհային անվտանգության ֆորումին։ Աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղարը նաև երկկողմ աշխատանքային հանդիպումներ կունենա։ Այսօր աշխարհի կաթոլիկները վերջին հրաժեշտն են տվել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Հռոմի 266-րդ հովվապետը իր հոգևոր կտակի համաձայն ուղարկավորվել է իր ընտրած մատուրում Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայում։ Հռոմի Պապի ուղարկավորության արարողությունը աչքի է ընկել իր պարզությամբ։ Մանրամասները ռեպորտաժում։ Ora pro nobis peccatoribus, nunc et in hora mortis nostre. Amen. Ave Maria, gratia plena, Dominus tecum, benedicta tui mulieribus, et benedictus fructus ventris tui, Iesus.
Վատիկանն այսօր հրաժեշտ է տվել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Նախքան հուղարկավորությունը հազարավոր մարդիկ 3 օր շարունակ կարողացել են իրենց հարգանքի տուրքը մատուցել Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Պետրոսի տաճարում։ Մինչ արարողության մեկնարկը Իտալիայի կառավարությունն ու Վատիկանն անվտանգության նկատառումներով աննախադեպ միջոցառումներ էին ձեռնարկել։ Հրապարակ ժամանող մարդկանց հոսքը սահմանափակելու համար տարածքի շուրջ արգելապատնեշներ էին տեղադրվել։ Տեղակայվել էին ավելի քան 2000 ոստիկաններ, գործի էր դրվել անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանական համակարգը, իսկ Հռոմի օդային տարածքը 24 ժամով հայտարարվել էր թռիչքներից զերծ գոտի։ Կործանիչ ինքնաթիռները բերվել էին մարտական պատրաստության վիճակի, իսկ Սուրբ Պետրոսի հրապարակ տանող Պողոտայի շենքերի տանիքներին տեղակայվել էին ոստիկանության հատուկ նշանակության դիպուկահարային ստորաբաժանումներ։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությունը սկսվել է առավոտյան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ Արարողությանը մասնակցել են ավելի քան 250,000 հավատացյալներ, ներառյալ ավելի քան 130 պետությունների ղեկավարներ եւ պատվիրակություններ։ Ներկա էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը։ Դրան մասնակցում էին նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Հուղարկավորության արարողությունն անցկացնում էր կարդինալների քոլեջի դեկան կարդինալ Ջովանի Բատիստառեն։ Ընթերցվեցին հատվածներ Սուրբ Գրքից, որոնք ընդգծում էին Պապ Ֆրանցիսկոսի կյանքը որպես ծառայության եւ համեստության օրինակ։ Կարդինալ Ռեն իր քարոզում նշեց Ֆրանցիսկոսի սերն աղքատների հանդեպ, նրա ջանքերը համաշխարհային խաղաղության համար եւ նրա պայքարը եկեղեցուն բարեփոխումների ուղղությամբ։ 91-ամյա կարդինալն ընդգծել է նաեւ Պապի բոլորի նկատմամբ բաց սրտով առաջնորդելու կարողությունը, նրան նկարագրելով որպես Պապ մարդկանց շարքում։ Արարողության վերջում դագաղի վրա դրվել է ավետարանը՝ ի նշան նրա հավատքի եւ քարոզչության։ Այնուհետև դագաղը պապամոբիլով տեղափոխվել է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկա, որտեղ էլ տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը՝ պարզ, առանց շքեղության, ինչպես ինքն էր ցանկացել։ Նրա գերեզմանը գետնի վրա է, պարզ, առանց զարդարանքների, միայն մեկ գրությամբ՝ Ֆրանցիսկոս։ Ավանդաբար Պապի հուղարկավորությունը բարդ հանդիսավոր ընթացակարգ է, սակայն անցած ապրիլին կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը պարզեցրել էր այն, չափազանց շքեղ համարելով Վատիկանի գոյություն ունեցող ծեսերը։ Եվ այդ փոփոխությունները դրսևորվել են ինչպես հրաժեշտի բուն արարողության, այնպես էլ թաղման վայրն ընտրելու վրա։ Նախկին քահանայապետերը թաղվում էին 3 շերտ ունեցող դագաղներում, պատրաստված նոճուց, կապարից եւ կաղնուց։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սակայն ընտրել էր ցինկով պատված հասարակ փայտե դագաղը։ Նա վերացրել էր նաեւ մեկ այլ ավանդույթ։ Նախկինում դագաղում դրվում էին հանգուցյալ Պապի հովապետության օրոք հատված մետաղադրամները եւ նրա գործերի համառոտ նկարագրությունը։ Նման բան այժմ չկա։ Չարվեց նաեւ դագաղի պաշտոնական կնքումը, քանի որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարգադրել էր, որ ծեսն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի թաղմանը։ Ֆրանցիսկոս Պապն այժմ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին հովապետն է, ով վերջին ավելի քան 1 դարում հուղարկավորվել է Վատիկանի սահմաններից դուրս։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հայտնում է, որ ապրիլի 29-ին գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսվում Արմավիր քաղաքում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 9-ից մինչև ժամը 17-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայատնովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Լերմոնտովի, Թումանյան, Եղոյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram ալիքին։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։